Պարոն Ալեքսանյան քիչ առաջ հայտնի դարձավ, որ Թալինի հոգևոր հովիվ Տեր-Թադեի հարցը Մայրաթորի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ Նկատենք, որ Տեր-Թադեն նախորդին մասնակցել էր Հովանավանքում տեղ ունեցած պատարագի արարողությանը։ Դուք փոխկապակցություն տեսնում եք այս երկու իրադարձությունների միջև։ Մասնակցեց եւ հայտնվեց հաստատեն կարգապահական։ Պարոն Ալեքսանյան քիչ առաջ հայտնի դարձավ, որ Թալինի հոգևոր Պարոն Ալեքսանյան քիչ առաջ հայտնի դարձավ, որ Թալինի հոգևոր հովիվ Տեր-Թադեի հարցը Մայրաթորի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ Նկատենք, որ Տեր-Թադեն նախորդին մասնակցել էր Հովանավանքում տեղ ունեցած պատարագի արարողությանը։ Դուք փոխկապակցություն տեսնում եք այս երկու իրադարձությունների միջև։ Մասնակցեց եւ հայտնվեց հաստատեն կարգապահական հարցերի հանձնաժողովի օրակարգում։ Իհարկե տեսնում եմ փոխկապակցություն, իմ համար խիստ տեսանելի է, որ կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը ամեն կերպ փորձում է կարճած մնալ այն սին ու ոչինչ հիշացնող հույսից, թե ինքը կարող է շարունակել մնալ վեհարանում, այնինչ դա անիրատեսական մի բան է ու դա անհնարին մոտ բան է։ Ուզում եմ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ արդեն 2 շաբաթ է, ինչ նախկին հոգևորականներից մեկը հայտնել է, որ arczepiskoposներից Տեր Նաթանը ճեմարանում ըստ իրեն սիրահետել է պատանիներին, տղա պատանիներին, որոնք որ ուղղակի շորտ են հագել ըստ այդ նախկին հոգևորականի, կոմպլիմենտներ արել այդ տղաներին, ասել է ձեր ոտքերը ինձ գայթակղեցնում են եւ այլն եւ այլն։ Ու այս տղա պատանիներին սիրահետելու փաստը 2 շաբաթ է ինչ կա համացանցում, 2 շաբաթ է ինչ այս մեղադրանքը կա համացանցում, բայց ոչ մեկ Մայրաթորից, ոչ մեկ կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանի կողմից այս հարցին ոչ մի մեկնաբանություն չի տվել, կարգապահական վարույթ չի հարուցվել, ոչինչ չի եղել, բայց Տեր-Թադեն օրինակ միանգամից արժանացել է նրանց ուշադրությանը կարգապահական ձայնագրության հետ կապված որևէ բան չեն արել, նշանակում է հիմք չեն տեսել նաև իրավաբանություն այն հայտնի ձայնագրությունը Նաթանի հետ կապված, Նաթան Սրբազանի, որ հրապարակվեց Նաթան Սրբազանի հետ կապված ձայնագրության մասին չի խոսքը, խոսքը հայկական ժամանակում, խոսքը հայկական հանդեպ այդ Սրբազանի հետ կապված մարդիկ խնդիր չեն տեսնում իրավաբանները։ Ժողովուրդ ջան, այստեղ խոսքը նրա մասին է, որ այդ մարդը ճեմարանի տղա ուսանողներին ըստ հարցազրույց տված նախկին հոգևորականի գնացել է այդ տղաներին, տղա պատանիներին փորձել է գայթակղել, այսինքն սիրահետել։ Հաղորդում է, չէ՞ դա, եթե հրապարակավ այդպիսի բան, նշանակում է Ես չգիտեմ, ես հիմա կոչ եմ անում իրավապահներին, որ անպայման գնան դրա հետքերով ու վարույթ հարուցեն սրա առումով, որտեղ մենք չենք կարող թույլ տանք, որ նմանատիպ մեղադրանքները օդում մնան, որտեղ դա անթույլատրելի է, ուղղակի հասկանում որ իրանք անպայման դրանից զբաղվեն։ Ես ուղղորդում եմ իրավապահներին, որ ցանկացած երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների մասին ցանկացած շշուկի հետևից միջև վերջ գնան, այդ թվում եւս մեկ։ Բայց դուք հիմա արդեն մեղադրանք եք հնչեցնում։ Չէ, ես ասում եմ, այդպես մեղադրանքը հնչել, այս մեղադրանքը չի հասցեագրվել։ Ես չեմ ասում, այս մեղադրանքը ճիշտ է, ասում եմ, առնվազն իրան հարգող կառույցը, եթե Մայրաթորը այդպեսին լիներ, ինքն իրան գոնե մի քիչ հարգեր Կտրիչ Ներսիսյանի կարգալույց կաթողիկոսի գլխավորությամբ, այս հարցով մի բան կստեղծեր, մի հատ այս հարցը կքններ։ Ես իրավապահների գործողություններով ասում եմ, ցանկացած անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության մասին ցանկացած շշուկի հետևից պետք է գնան իրավապահները։ Տեր-Թադեի նկատմամբ իրականացվող ձեր դիտարկման պարոն Ալեքսանյան ինչ է, հետապնդում է։ Ակնհայտ է, որ հետապնդում է, գերակնհայտ է դա ուղղակի, որ կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը փորձելու է գնալ բոլոր այն մարդկանց հետևից, ովքեր որ ուղղակի իր թրի տակով չեն անցնում։ Ուղղակի համաձայն չեն այն ողջ անբարոյականության ու պղծության ծավալին, որը արտադրում է ինքը ու իր շրջապատը մերձավոր։ Գուցե Նիկոլ Փաշինյանը դադարեցնի այդպես ցուցադրաբար պատարակների գնալ, որպեսզի քահանաները հերթով կարգալույց չարվեն։ Իսկ գուցե պարզապես քահանաներին կարգալուծության չակերտավոր կարգալուծության տանող ինչ որ ինքնաբերաբար կարգալույց եղած մեկը հեռանա վեհարանից ուղղակի, որպեսզի էլ այդ հարցին մենք չբախվենք այս մինչև առհասարակ էլ
որտեղ պատկերացնում եք ինչքան աբսուրդ է, որ ուղղակի քահանաներին կարգալույծ են փորձում անել այն բանի բերումով, որ նրանց մատուցած պատարագին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը։ Դա աբսուրդ է։ Սա այն մարդիկ են, որ օրինակ շատ հաճույքով ձեռք են սեղմել տարատեսակ հանցագործների հետ։ Շատ մեծ հաճույքով պատարագ են մատուցել նրանց առաջ, իդեպ լավ են արել։ Որովհետև քրիստոնեությունը այդ խտրականությունը չի դնում։ Քրիստոնեությունը քահանաներին չի ասում, այ գիտես ինչ դու ընտրիում պատարագ մատուցես, ում չէ։ Պարոն Ալեքսանյան, տեսեք, երեք այդ պատարագի ժամանակ հավաքվել էին մարդիկ, որոնք կարծեք թե չգիտեին ուր էին եկել, նրանք ձեր աջակիցներ լրագրողներ նկատի ունեք։ Չէ, թույլ տվեք հարցս վերջացնեմ։ Մարդիկ, որոնք չգիտեք ուր էին եկել, իրենց խոսույթը լսեք, որպես լրագրողինց իրենք չեն թիրախավորել, հա, բայց օրինակ ես լսել եմ մյուս գործընկերներիս մասին ինչեր են ասում, նույնիսկ սովորական քաղաքացիների մասին ինչ էին ասում, երբ որ ասենց փոքր տարբերվող կարծիք էին, տարբերվող կարծիք էին ասում եւ շշմելու էր էլի, դա եկեղեցու բակա քրիստոնեական արժեքների հետ ինչ կապ ունեն, գիտեն ուր են եկել, դուք այս վիճակը ինչպես եք մեկնաբանում։ Ես չգիտեմ, նախ դուք կոնկրետ մասին եք խոսում։ Երկրորդ, ես կարծում եմ, որ ընդհանրացնել ընդհանրապես պետք չի։ Ցանկացած միտեղ, որտեղ կա 2 հոգուց ավել մարդ, այդտեղ արդեն կան շատ տարբեր մարդիկ, կարելի է դա այդպես ասել։ Իսկ միտեղ, որտեղ կան հազարավոր քաղաքացիներ, այդտեղ կան շատ ու շատ տարբեր մարդիկ։ Մարդիկ են, ովքեր եկել են պատարագի։ Կարող է լինեն մարդիկ, ովքեր հունից դուրս են եկել ու կա փաստ, որ օրինակ դեռ մարդ չկար Հովանավանքում, բայց ընդդիմադիր լրագրողներից մեկը ձեր գործընկերը Անին Գևորգյան արդեն իսկ անոնս էր տվել լարված իրավիճակ Հովանավանքում։ Մտնում եմ լայվը նայում եմ, մարդ չկա, դատարկ փողոցներ են, փողոցում ինչ որ տենց ծտերի ճրվողյուններ լսվում անգամ, էլի որ իրար ճիշտ հասկանանք, այդ տիպի խաղաղություններ այդ բային Հովանավանքում մարդը գրել է լարված իրավիճակ։ Հետո մի քիչ էլ անցավ, արդեն լայվը սկսեցի նայել, հասկացա թե խեր գրել լարված իրավիճակ, որտեվ պետքա լարեր ինքը դրանից հետո իրավիճակը։ Հետո մի քանի անգամ ինձ մոտեցավ, մի քանի անգամ այլ պաշտոնյաների եւ քաղաքացիների մոտեցավ։ Չէ, հասկանում եմ այլ բան եք հարցում, ես մի վարքյան էլի, պարոն Կիրակոսյան, ես ձեզ լսեցի, խնդրում եմ դուք էլ ինձ լսեք։ Հակի դուք այլ բանի մասին եք խոսում։ Չէ, այլ բանի մասին չեմ խոսում։ Հիմա օրինակ ես երկար արդեն կարելի ասել տարիների փորձ ունեմ Անի Գևորգյանի եւ այլ լրագրողների հետ շփման ու ինձ մի քիչ դժվար է հունից հանելը որպես այդպեսին, նույնիսկ երբ լրագրողը այդ ճեպազրույցը կամ հարցազրույցը վերացնում։ Չի կարողանալու ձեզ հակադարձել, ինչքանով է ճիշտ։ Ինքը երեք դրա տեղը հակադարձել է մի քանի ժամ, բայց երբ որ լրագրողը ճեպազրույցը կամ հարցազրույցը վերացում մենախոսության, դուք տեսել եք առհասարակ այդ ժանրի, օրինակ տեսեք, դուք ինձ հարց եք տվել, միկրոֆոնը պահել եք ձեր մոտ, ձեզ հարցը հնչեցրել եք, միկրոֆոնը մեկնել եք ինձ ու թողում եք, որ ես պատասխանեմ հարցին։ Այդ լրագրողի մասնակցությամբ ճեպազրույցները կամ հարցազրույցները ունեն հետևյալ տեսք, ինքը լրագրողը միկրոֆոնը վերցնում է ու սկսում է խոսալ անդադար, երբ որ ինչ-որ մեկը ճեպազրույց կամ հարցազրույց է տալի։ Ու շատ անփորձ մարդիկ գուցե լարվեն այդ իրավիճակից, հատկապես հաշվի առնելով այն ամբողջ անտրամաբանական շրջանակը ու մնացածը, որ այդ լրագրողը արտասանում է։ Կան մարդիկ, որոնք այո, կարող են լարվել, հարգելի լրագրողներ, հասարակ քաղաքացիները այս մերպես այս փորձը չունեն լրագրողների հետ շփման ու տարաբնույթ լրագրողների հետ շփման, էլի։ Դրա համար պետք է մարդկանց էլ հասկանալով մոտենալ։ Լրագրողների հետ շփման։ Բայց իհարկե հարցը տալիս է, քաղաքացին պատասխանում է, ինչ որ մի դա նորմալ լրագրող բան մի ներկայացրեք լրագրողներից հետ աշխատանքը, պարոն Ալեքսանյան, բայց այնուհանդերձ չի հաջողվում, հա, Նիկոլ Փաշինյանին իր սկսած ավարտին հասցնել, նա նշել էր սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ հավաք կլինի, հոգևոր մեծ հավաք կլինի Էջմիածնում, որը չեղավ։ Ժամկետները կարող են փոփոխվել, դրանից իրողությունը չի փոխվում։ Կտրիչ Ներսիսյանը արդեն կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը արդեն մեկ ոտքով դուրս է վեհարանից։ Մեկ ոտքով։ Ակնհայտ է, դա ինքան տեսանելի է։ Որ վեհարանից դուրս է գալիս։ Ժողովուրդ ջան, ուղղակի, նայեք, քանի տասնյակ մարդ է ընդամենը մասնակցել իր գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված պատարագին։ Պարոն Ալեքսանյան, ձեր հավաքներին էլ 2 անգամ արդեն Հովանավանք է գնացել վարչապետը եւ ինչ փոքրաթիվ մարդիկ են նրա կոչով։ Ժողովուրդ ջան, դա մեր հավաքը չի, դա պատարագ է, ակնհայտ է, որ արդեն 2 կիրակի է, ինչ Հայաստանի ամենամարդաշատ պատարագը տեղի է ունենում Հովանավանքում։
ու նաև ակնհայտ է, որ Մայր աթոռում կարգալույծ կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանի մասնակցությամբ տեղի ունեցողը այնքան սակավամարդ է, որ դա նույնիսկ չգիտեմ էլ ինչ է։ Ամոթել է ուղղակի անկեղծ։ Մարդիկ հատուկ հայտարարություն էին տվել, անոնս էին արել, ասել էին կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված, ասել էին, որ սուրբ մասունքներ են այդ օրը դուրս բերվել։ Եվ միևնույնն է դատարկ էր Մայր աթոռի Ալեքսանդր 2020 մեծ աջակցություն այս գործընթացը ունի, թեև Փաշինյանը մշտապես լայվով հորդորում է, որպեսզի միանան, ես հիմա կասեմ, հիմնականում հայտարարում է, որ տեղի ունենալու, այսինքն ըստ էության նաև դա հայտարարություն է, որ կարող են մասնակցել քաղաքացիները կամ Փաշինյանի աջակիցները, բայց մենք տեսնում ենք, ես շարունակեմ հարցը, որ նախարարներն են ներկա հիմնականում падգամավորներ եւ հանրային աջակցություն առանձնապես չկա։ Հիմա սա արդյոք ցուցիչ չէ, որ միայնակ եք մնացել կաթողիկոսին հեռացնելու գործընթացում եւ շարունակում եք գործընթացը անընդհատ այս պատարակները, որպեսզի տեսնեք արդյոք շատ մարդ կհավաքի, որ կարողանաք մեկնարկտակ իջմիածին իրար։ Հարգելի գործընկերներ, այդ ինչը դուք եք պնդում, այնքան կտրված է իրականությունից, բացարձակապես կտրված է, եթե ձեր ասածով լիներ, Մայր աթոռում երեք Կտրիչ Ներսիսյանի իբր գահակալության 26-րդ տարեդարձին ասեղ գցելու տեղ չէր լինի, ասեղ գցելու տեղ չէր լինի, ստիպված ընդդիմադիր падգամավորներով են լցրել Մայր աթոռի դահլիճը, ստիպված լցրել, ստիպված այն քոչայանական մյուս ուժը իր քարոզարշավը էջմիածնում թողել գնացել այնտեղ, որ այդ դահլիճը գոնե դահլիճը կարողանան ցույց տան, որ իբր մարդաշատ է, բայց ակնհայտ է, գերակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հավատավոր քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը մերժում է կարգալույծ կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանի եւ իր թայֆայի բարքերը։ Ինչա նշանակում չի միանում, ձեզ հարգելի գործընկերներ, որ պահին Հայաստանի Հանրապետության վարչապետը կհնչեցնի ու կհորդորի, որպեսզի քաղաքացիները մասնակցեն այս ինչ պրոցես, երբ է հնչել, դուք ասում եք, դուք մարդկանց հրավիրում եք բանեկան, բայց երբ ենք տենց բան հրավիրում։ 2020 թվականին Այո, ասում եմ, ես գնում եմ աղոթեմ, մենք գնում ենք աղոթենք, դա ուրիշ բան է։ Հարգելի քաղաքացի 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը նույն Գարեգին II-ին գահակալության արդիվ շնորհավորել էր։ Այն ժամանակ չգիտեիք, որ այսպիսի բաներ կան, այսինքն կաթողիկոսի հետ կապված այս տեղեկություններին չեք տիրապետում, որ այդպես շատ սիրուն, շատ գեղեցիկ կարևորում եք ինստիտուտը, եկեղեցին եւ շնորհավորում եք նրա գահակալությունը։ Ես նախ ողջունում եմ, որ դուք արդեն այս փաստերը որակում եք որպես տեղեկություններ, որտեղ կան լրագրողներ, որոնք դա որակում են կեղծիկ, բայց ողջունում եմ, որ դուք դա տեղեկություն եք որակում։ Ես ողջունում եմ, որ դուք դա տեղեկություն եք որակում, հրապարակորաթերթից մարդ չկա, որտեղ իրանք կպնդեին, որ սա փաստ է միանշանակ, քանի որ այդ ամեն ինչը հիմնված է։ Հրապարակումը 2018 թվականից առաջ էր, այդ հրապարակումը Ռուզանի նշած շնորհավորանքից առաջ էր։ Պարոն Կիրակոսյան, երկու բան։ Առաջինը Մամուլում գրված ցանկացած բանի իշխանությունը չի կարող կուրորեն հավատալ, իշխանությունը կարող է հավատալ մամուլում հրապարակված ինչ-որ մի բանի, երբ որ ունենում է դա հաստատող այս կամ այն փաստը։ Եվ այդ հաստատող կուրորեն չենք հավատում, մենք տիրապետում ենք արդեն դա հաստատող շատ լուրջ փաստերի, շատ լուրջ, առավել քան լուրջ փաստերի, եւ դրանից զատ, եթե ձեր մեղադրանքը շարունակում է մնալ այն, որ մենք բավականաչափ շուտ չենք սկսել մեր պայքարը կարգալույծ կաթողիկոս կարգալույծ ձեր պնդումը ու կամ հակադարձումը մեզ կայանում է նրանում, որ մենք ավելի շուտ չենք սկսել կարգալույծ կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանի եւ նրա բանդայի դեմ պայքարը, ես այդ մեղադրանքը ընդունում եմ եւ թող Աստված ների մեզ մեր այդ մեղքը։ Այն ժամանակ որ կաթողիկոս օրինակ հրաժարական չէր պահանջում Երբ չէր պահանջում։ Օրինակ ընդամենը մի տարի է եղել, որ Կտրիչ Ներսիսյանը չի պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն ասաց եկեղեցի 20 թվականից սկսած Կտրիչ Ներսիսյանը պահանջում է հրաժարական։ Ձեր լոգիկայով, պարոն Կիրակոսյան, ձեր լոգիկայով հենց հրաժարականի հաջորդ օրվանից պետք է այս թեման բարձրանա։ Բայց անվտանգությունը վերցրեցիք, պետական միջոցառումներ։ Հիմա ձեր ասածն ավելի իրատեսական թե իմ ասածն ավելի։ Երբ հստակ այդ փաստերը ձեր ձեռքի տակ հայտնվեցին, որ դուք հիմա իմացաք, Ես կարծում եմ, երբ որ վարչապետը հայտարարեց, դրանից անմիջապես առաջ էլ հայտնվեցին։ Այսինքն
Ես այդպես եմ կարծում, չեմ կարող։ Դուք տեսել եք այդ փաստերը։ Ոչ։ ԿՊ-ի վարչության Ինչպես չի է հասել։ հավատում, ում Ինչ կապ ունի։ հավատում Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանի հրապարակ օրաթերթի փաստերը կան, փաստերը առավել քան խոսուն են, կարող եք այդ փաստերը Elections AM-ով ընդཐུպ միջև ստուգել։